Ուրեմն հարգելի ուսանողներ, մենք անցած պարագրաֆի վերջում տեսանք, որ համակարգերը կարող են ունենալ, չունենալ, բարդ խրթին իրավիճակ է, որը պարզելու համար մեզ պետք են հատուկ գործիքներ։ Մի քիչ մենք չենք ուզում անընդհատ համակարգերի լեզվով խոսել, մեզ պետք է մատրիցային լեզուն, որ ավելի ուժեղ, ավելի արդյունավետ եւ միաժամանակ ավելի կարճ մեթոդներ առաջարկում։ Հիմա եկեք սահմանենք մատրիցները։ Ինչ է նշանակում մատրիցը։ Ուրեմն այդ ուշադրություն դարձրեք նաև հետևյալին։ Պայմանավորել ենք, չէ՞ որ մեր դասընթացը կամայական դաշտի վրա է ընթանալու այսուհետև։ Հիմա մատրիցի սահմանումը նույնպես մենք ներմուծում ենք կամայական դաշտի համար։ Դրված է կամայական դաշտ։ Վերցնենք երկու m եւ n բնական թվեր։ Եվ վերցնենք m անգամ n հատ տարժեր, a/j տարժեր f-ից։ Տեսեք նրանք ոնց են ինդեքսավորված։ Իրանք ինդեքսավորված են sense a ինդեքսում ij, որտեղ in վազանցում է 1-ից m, j-ն վազանցում է 1-ից n։ Դե եթե in m արժեք ունի, j-ն n արժեք, ij զույգերի քանակությունը ստույգ տալիս է m անգամ n, եւ իրոք մենք ստացանք m անգամ n տարժեր։ M անգամ n հատ տարժեր։ Այդ m անգամ n հատ տարժերը եկեք մենք գրենք այսպիսի աղյուսակի տեսքով, որտեղ in երբ որ հավասար է 1, այստեղ այդ բոլոր տարերը շարենք առաջի տողի տեսքով, հետո a2 1-ից a2 n-ը երկրորդ տողի տեսքով եւ am1-ից am-ը վերջի տողի տեսքով։ Ստացվեց այս տողային սյունային կառուցվածք։ Սա մենք կոչում ենք f դաշտի վրա տված m անգամ n կամ մատրից կամ m տողերից n սյուներից բաղկացած մատրից։ Այս տարրերը բոլոր ai1, ai2, ai-m տեսքի տարրերը կոչվում են մատրիցի i-րդ, i-րդ տող, իսկ այս է i-րդ տող, այս սրանք ենթադրենք, սա m-րդ տողը կլինի։ Իսկ ֆիքսած j-ի համար a1j, a2j, an-j տարրերը միասին կոչվում են մատրիցի j-րդ սյուն։ Օրինակ այսա մեր մատրիցի երկրորդ սյունն է։ Այ ինդիվիդուալ այս առանձին այս հատիկ տարրերը, այս ai-j տարրերը կոչվում են մատրիցի տարրեր։ Անգլերեն դա երկու բառ կա, ասում են մատրիցի էլեմենտներ եւ մատրիցի entry-ներ։ Դե հայերենում երկուսն տարրեր է թարգմանում, չնայած մատրիցի էլեմենտներ էլ երբեմն ասում։ Այս տարրերը a1 1, a2 2, a3 3, այս սրանք, սրանք կոչվում են մատրիցի, կազմում են մատրիցի անկյունագիծը, դիագոնալը։ Հասկանալի է, որ դիագոնալը միշտ սկսում է a1 1-ից, բայց ինքը պարտավոր չի am n-ով վերջանա, որտեղ մեր մատրիցի մեջ m-ն ու n-ը կարող են հավասար լինել կամ կարող են հավասար չլինել։ Եթե հավասար են, մեր մատրիցը կոչվում է քառակուսի մատրից։ Ուրեմն քառակուսու մատրիցում միշտ մեր դիագոնալը կամ անկյունագիծը գնում է a1 1-ից an n-ի վրա։ Մատրիցները դուք գրականության մեջ այլ սիմվոլներով կարող եք գրած տեսնեք, կարող եք տեսնեք, գիտեք, ոնց sense կլորավուն փակագծերով, կամ կարող եք տեսնեք այսպես, կամ կարող եք տեսնեք sense երկու գծիկանի փակագծերով գրված, կամ կարող եք երբեմն տեսնեք նաև այս sense փոքրիկ գրված, տեսնում եք, իմաստը հասկանալի է, չէ՞, դա ինչա գրած։ Սա գրած է ai-j մատրիցը, որտեղ այս ai-j-ն իր ընթացիկ տարրն է, իսկ այս m-n-ն էլ իր տողերի եւ սյուների քանակն է։ Որոշ գրքերում անգամ այսպիսի նմուշ կարող եք տեսնել։ Մենք այս հիմնականում օգտագործելու ենք այս վերևի նշանակումը, երբեմն օգտագործելու ենք նաև ահա այս նշանակումը։
Matritsների m-ը n-ի վրա matritsների բազմությունը նշանակում ենք այսպես m, mn եւ փակգծի մեջ դաշտի նշանը։ Այսինքն, եթե ես արագ գրեմ տրված է an պատկանում է m, mnf, սա մեր մոտ ոնց որ հապավումն է, համառոտագրությունն է, որ նախադասության։ Ասենք թե մեզ տրված է a մատրից, որը f դաշտի վրա է որոշվում եւ m տող ունի n սյուն, կամ կարելի ասել m անգամ n մատրից է տված f դաշտի վրա։ Ընկալեք սա որպես համառոտագրություն։ Եվ պայմանավորվածություն կա, երբ որ մենք մեր այս դասընթացում f դաշտը չենք հիշատակի, մենք կհամարենք, որ եթե f դաշտը չի հիշատակված, ուրեմն մենք գործ ունենք իրական դաշտի հետ, որը ամենապոպուլյար դաշտն է, իր անունը կարող ենք միշտ չհիշատակել։ Այսինքն, եթե ստեղ ես գրեի պարզապես an պատկանում է m, ասենք 3-4, ստեղ դուք հասկանում եք, ենթադրենք տված է 3-4 մատրից, որի տարրերը իրական թվեր են։ Շատ որ ուզենայինք, ստեղ կողքից այս r-ը կավելացնեինք, կամ չավելացնեինք էլ հասկանալի։ Հիմա օրինակներ նայենք, այ ենթադրենք տված է այս մատրիցը, սա 4-ը 3-ի վրա մատրիցա r-ից, 4 տող 3 սյուն, սա մեր մոտ 3-ը 2-ի վրա մատրիցա z5-ից, բայց եթե այս 1-ը, եթե այս 7 դարձնեի, այսա կրներ սխալ, որտեղ 7-ը z5-ից չի, այստեղ մեզ մոտ տված է 3-ը 3-ի վրա քառակուսի մատրից կոմպլեքս, եթե ես i փոխարեն ես գրեի 1 պլյուս i, ինքը դարձյալ կշարունակեր մնալ քառակուսի մատրից կոմպլեքսի վրա։ Մայ մատրիցները կարող են սենց էկզոտիկ տեսքեր էլ ունենալ, տեսեք, 1-ը 6-ի վրա։ Վեկտորներ չեն արդեն։ Հաջան։ Վեկտորներ չեն արդեն դրանք։ Մատրիցա, որը նաև անվանում ենք մենք տող մատրից։ Մատրիցը կարող է տեսեք ինչ լինել 5-ը 1-ի վրա։ Սա է սյուն մատրից։ Սա ուրեմն մենք փաստորեն ստացվում է, որ հիմնավորում ենք, թե ինչու երբ որ մենք վեկտորները անցանք, ասեցինք, որ վեկտորները կարող է երբեմն սենց գրենք։ Դորակետով էլ լինի։ Այսինքն, այնտեղ ինչ որ մենք տող վեկտոր, սյուն վեկտոր անվանեցինք, ստեղ տող մատրից, սյուն մատրիցի հետ ըստ էության նույնանում են միմյանց։